Համաձայնեցված համաձայնագիրը սպասում է ստորագրման, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ Ալիևին հրավիրում է խորհրդակցության։ Եթե բոլոր 17 կետերը համաձայնեցված են, ինչու է Բաքուն ձգձգում գործընթացը, ուր են տանում Ալիևի նախապայմանները։ Իրանի պատասխանը Թրամփի նամակին չի ուշանա, տարածաշրջանային զարգացումների համատեքստում ինչ է սպասվում Հայաստանին։ Եկել է Երևանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը, Բաքվին հիշեցնում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Հայաստանում է։ Ինչու ավարտված չեն 2018-ից աղմուկ աղաղակով հարուցված գործերը, նախաքննությունը շարունակվում է, պատասխանը հիմա է զարմացնում ու զայրացնում Փաշինյանին։ Բողոքի հզոր ալիք Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը փողոց է հանել հազարավոր մարդկանց, Էրդողանը վհուկների որս է սկսել։ Ինչու են դատարկվում գյուղերի դպրոցները, աշակերտի կրթվելու իրավունքն ընդդեմ անուսուցիչ դպրոցի։ 10 օրով կբացվի նորոք մարգարան, ինչու է Երևանը որոշել բացել Թուրքիայի հետ սահմանը։ Շուրիշկանի 500-ամյա ավետարանը իր շուրջն է մեկտեղել հավատացյալներին, հրաշագործ Սուրբ գրքի բացառիկ ցուցադրությունը Մատենադարանում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Խաղաղության նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ֆեյսբուքի էջում Փաշինյանը գրառում է արել առաջարկելով Ադրբեջանի նախագահային խորհրդակցություններ սկսել նախագծի ստորագրման շուրջ։ Բաքուն իր հերթին շարունակում է սադրանքների շարքը մեղադրում մեր զինված ուժերին հրադադարը խախտելու համար։ Բաքվի պահվածքը մտավախություններ է հարուցել փորձագետների շրջանում, հատկապես տարածաշրջանային հնարավոր զարգացումների համատեքստում։ Ինչ է սպասվում թշնամիներով շրջապատված Հայաստանին, ինչ դիրքավորում կունենա տարածաշրջանում գլխավոր դերակատարներից Իրանը, որին նամակով վերջնաժամկետ է ներկայացրել Սպիտակ տան ղեկավարը։ Նամակ է գրել ու վերջնագիր ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը եւ չբանակցի, ապա իր միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Այսպիսի սցենարը նորություն չէ Իրանի համար, վտանգներից չի վախենում։ Թեհրանից փորձագետն ասում է, եթե գործը հասնի ռազմական բախման, ապա Իրանը չի վարանի արժանի հակահարված տալ։ Իրանը ճանաչելով այս մյուս կողմը եւ դարիներ շարունակ ինքը պատրաստ է նման սպառնալիքներին չզուգացնելու համար եւ Իրանը իր դիրքերը չի թույլատնի եւ ինքը ամուր իր դիրքերի վրա իր կարմիր գիծերի վրա կմնա։ Մեր հարևան Իրանի շուրջ այս վտանգավոր զարգացումներին զուգահեռ կարծես իրականում հողի վրա առաջ չեն գնում Երևան-Բաքու հարաբերությունները։ Խաղաղության փաստաթղթի հաստատման լուրը իր փայլն արագ կորցրեց, երբ Ադրբեջանից ասացին ստորագրման համար կարևորը ոչ թե հենց փաստաթուղթն է, այլ նախապայմանները, որոնք Հայաստանը պիտի կատարի, մյուս կողմից սկսեցին ստեր տարածել, թե Հայաստանը կրակում է սահմանին։ Բացահայտ սուտը հերքեցին մեր երկրում եվրոպական դիտորդները, հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ մեր զինված ուժերը կրակելու հրաման չունեն, հավելեցին խաղաղության օրակարգին մնում ենք հավատարիմ, նաև պատրաստ ենք Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող ճանապարհ տրամադրել։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում նոր առաջարկ արեց Իլհամ Ալիևին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Պաշտոնական Հայաստանը շտապում է, նույնը դժվար է ասել Ադրբեջանի մասին, Ալիևը դեռ ժամանակ է ձգում մտքից չի անում Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Իդեպ, այստեղ Ադրբեջանի լուրջ հակառակորդը Իրանն է, որը կարող է ամերիկյան սցենարով Ադրբեջանի բարեկամ Իսրայելի հետ հակամարտության ճակատ ունենալ։ Այստեղ էլ ըստ քաղաքագետի պարզ է, կշահեն մեր հարևանները։ Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականության ամենակարևոր երկիրը դա Իսրայելն է, ամեն ինչ ենթարկում է Իսրայելի շահերին, իսկ Իսրայելի թշնամին Իրանն է, այսինքն մի կողմից մենք ունենք Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, դաշինքը մյուս կողմից մենք ունենք Ռուսաստան եւ Իրան դաշինքը։ Ցավոք սրտի մեզ համար մեր թշնամիները այդ առաջի դաշինքի մաս են կազմում։ Եթե պարզ ասենք, ապա Իրանը հնարավոր հարձակման դեպքում ստիպված կլինի կռվել մի քանի թշնամու դեմ ու որպես տարածաշրջանային խաղացող չի կարող որևէ սաստման մեխանիզմ գործի դնել Ադրբեջանի նկատմամբ։ Բացված պատուհանը կարող է օգտագործել Ալիևը, ինչի համար էլ հող նախապատրաստում է նաև հիմա։ Իրանը այն վերջի պետությունն է, որը դեր դիմադրում է Իսրայելի
ավելի էքսպանսիային մեր ռեգիոնում։ Եվ եթե դա լինի, կամ դրանից առաջ, կամ դրանից հետո Ադրբեջանը կարող է ուժ գործածել, դա բարենպաստ իրավիճակ կստեղծի Ադրբեջանի համար հարձակվել Զանգեզուրի վրա։ Աշխարհաքաղաքական այս պայմաններում դժվար է ասել ինչ հաշվարկներ ունի Հայաստանի իշխանությունը, երբ օրը մի քանի անգամ է Ալիևին հրավիրում խաղաղության պայմանագիր ստորագրելու, եւ ինչ հաշվարկներ ունի Ծավալապաշտ Ալիևը, որի խոսքում միայն սպառնալիք ու մերժում է պահանջներ ու սուտ, համագործակցության 0 տարկա ու ինչպես ինքն է ասում, զրոյական վստահություն Հայաստանի նկատմամբ։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Եթե խաղաղության համաձայնագրի բոլոր 17 կետերի շուրջ համաձայնություն կա, Երևանը գնացել է անգամ վերջին 2 անընդունելի համարվող զիջումներին, որն է Ալիևի ստորագրություն դնելը ձգձգելու պատճառը։ Միջազգային իրավունքի մասնագետները տարակուսում պնդում են ու շանում է միջազգային հանրության ապտակը Ալիևին, միայն սանկցիաները կպարտադրեն նրան զենք ճոճելու փոխարեն գրիչը գործի դնել։ Ի վերջո պայմանագիրը թե համաձայնագիր խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը Հայաստանի արտգործնախարարության ձևակերպումով այն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր է։ Մասնագետները տարակուսում են Հայաստան-Ադրբեջան դե յուրե պատերազմ է եղել, որ համաձայնագիր տարբերակն է գործածվում։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն էր հիշենք հայտարարում, թե մի օգտագործեք խաղաղության պայմանագիր ձևակերպումը, այն աշխատանքային է։ Խաղաղության պայմանագիր դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այն ինչ ստորագրվի իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր։ Նրանք սակայն համաձայնագիրն էլ չեն ստորագրում, դա անելու համար նորանոր վերջնագիր նախապայմաններ դնում սեղանին։ Երևանն այս օրերին անընդմեջ կրկնում է Հայաստանը պատրաստ է վերջնական տեքստով Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը։ Բաքուն սակայն վերջին 4 օրում 10-րդ կեղծիքն է տարածում, իբր հայկական կողմը սահմանին կրակել է։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ռեժիմով հերքում է ու հիշեցնում Երևանի առաջարկը։ Հրադադարի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ հիմա Ադրբեջանը պարզապես չի արձագանքում։ Չնայած մենք հայտարարել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Ինչու է Բաքուն այսպես համառում ու ձգձգում։ Իրավունքի մասնագետները տարակուսած են 17 կետանոց փաստաթղթի 17 կետի տոտալ համաձայնությունը կա։ Դրա համար Երևանը նույնիսկ ընդդեմ Ադրբեջանի միջազգային դատական այցերի հետ կանչին համաձայնեց։ Նա ստորագրությունը չի դնում թղթի տակ, որովհետև ըստ միջազգային իրավունքի մասնագետի դա կարող է զսպաշապիկ դառնալ, սահմանափակել նրան։ Դա այն դեպքում, երբ որ արդեն պայմանագիրը կնքված է եւ կողմերից մեկը մանևրում է, չի կատարում կամ յուրովի է մեկնաբանում պայմանագրի որևէ նորմ, որով ասենք առ-ոչինչ է դառնում պայմանագրի կոնկրետ որևէ մեխանիզմ, եթե կողմերից մեկը սպառնում է ուժ կիրառել, դա արդեն իսկ հենց այդ փաստի ուժով խախտում է։ Մենք ունենք այդ իրավիճակը փաստացի։ Դա Ադրբեջանը շարունակ խախտում է, կոնկրետ դա ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածն է, որտեղ նշվում է, որ իրենց վեճերը պետք է կարգավորեն խաղաղ կերպով։ Բաքուն փաստացի խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունը, այլև չի տեսնում նաև Եվրախորհրդանի հենց այս օրերին ընդունած պրոհայկական բանաձևը։ Շրջանցում է Եվրոպայի խորհրդի բազմաթիվ կոչերը, հայտարարություններն ու բանաձևերը։ Տրորեց միջազգային դատարանի որոշումը բացել Լաչինի միջանցքը ու աշխարհի բաց աչքի առաջ աշխարհի քարտ բլանշով այս կետին հասանք։ Ալիևը հիմա բռունցքն է թափահարում սպառնալիք մեղադրանքների տուտը բացած։ Նաև այն կեղծ թեզը, թե իբր Հայաստանը ֆաշիստական պետություն է, եթե ֆաշիստական պետություն է, ապա ինչպես է դու բանակցում ֆաշիստական պետության հետ։ Իհարկե Ադրբեջանը անդադ ինչ-որ փաստարկներ է բարձրացնում, բայց ինքը մենակ է մնում այդ փաստարկները, որովհետև դրանք ընդհանրապես դուրս են ոչ միայն միջազգային իրավունքի հաստատված նորմերի շրջանակից, այլև ասենք տրամաբանությունից։ Ուր են տանում Ալիևի ամեն օր ավելացող վերջնագրերը։ Նա չի մոռանում նախապայմանի լեզուն։ Նախկին արտգործնախարար Մամեդյարովն էլ ասում էր՝ երկաթ բետոն է, փաստաթղթի են ձգտում։ Խոսքը ուղիղ էր։ Փաստաթուղթը պետք է լինի երկաթ բետոն է դարերի համար, որը չի թողնի պոտենցիալ խոց Ադրբեջանի մարմնում։ Մարմնում դեռ խոց փաստորեն ունեն, որ Բաքուն դոփում է տեղում։ Սիրանիշ Մուրադյան, ժամը լրատվական։ Եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը։ Բաքվին սա հիշեցնելու կոչ է արել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Հայաստան է ժամանել Եվրամիության դեսպանների հետ։ Խաղաղության խաչմերուկի հայաստանյան առաջարկը հավանում է, իր համարել է հարցական, թե ինչու է Ալիևը ձգձգում համաձայնագրի ստորագրումը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախ X-ում գրեց. «Սկսվել է Հայաստանի այցը G7-ի եւ Եվրամիության երկրների դեսպանների հետ»։ Գրառման մեջ հստակ ընդգծեց Հայաստանի ժողովրդավար դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը։ Հետո Իջևանում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր դեմքը պատասխանեց լրագրողների հարցերին։ Պաշտոնյան ցանկանում է, որ Ադրբեջանը օր առաջ կնքի խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ ինչ խնդիրներ էլ կային, լուծվել են հայկական կողմից։ Ռասմուսենը նաև շատ մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ, բայց որևէ փաստ չունի, թե այդ երկիրը պատրաստվում է որևէ ռազմական սադրանքի։ Կրկին ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը իր կողմից փոխանցի Ադրբեջանին ուղերձ, որ որևէ ռազմական գործողություն չի կարող ընդունելի լինել միջազգային հանրության կողմից։ Պաշտոնյան համոզված է, որ Կովկասում խաղաղության հասնելու հնարավորություն կա, այն պետք չէ կորցնել, բայց կոչեր շատ ենք տեսել, նշում են հայ լրագրողները, հետաքրքրվում, ինչ կարող են անել օրինակ եվրոպական երկրները կամ խոշոր կառույցները Ադրբեջանին սաստելու համար։ Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը դաս է քաղել ու իր կողմից առավելագույն ճնշումը կգործադրի Ադրբեջանի վրա։ Եվրամիությունը էներգետիկ ոլորտում բավականին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ եւ ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է արդյունավետ օգտագործի այդ լծակը, որպեսզի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ։ Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը չգիտի, թե ինչն է պատճառը, որ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը ու փորձում խուսափել խաղաղության պայմանագիր ստորագրելուց, բայց ուսումնասիրել է նաև հայկական խաղաղության խաչմերուկ առաջարկը, ասում է դա նաև Ադրբեջանի շահից է բխում։ Իրականում ես կարծում եմ, որ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացումը բխում է Ադրբեջանի շահերից։ Եկեք մտածենք ավելի գլոբալ հարցերի իրագործման մասին։ Այստեղ խոսքը գնում է ճանապարհների, երկաթգծերի, ազատ անցումների, կապերի զարգացման մասին, բայց նաև խոսք է գնում Հնդկաստանի եւ Եվրոպայի միջև կապի մասին, եւ աշխարհագրորեն Ադրբեջանը կարող է շատ կարեւոր դեր խաղալ։ Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Ադրբեջանի շահերից, որովհետեւ այն կհեշտացնի Ադրբեջանի կապերն աշխարհի հետ։ Եվ ինչ խաղաղություն առանց գերիների վերադարձի, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ խաղաղություն կնքելու դեպքում Բաքվում գտնվող հայերին պիտի անհապաղ վերադարձնեն, բայց ինքը Ռասմուսենն էլ գիտի, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Տիգրանոյ Գուրգինյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, մի փոխեկալիքը ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ինչու ավարտված չեն 2018-ից աղմուկ աղաղակով հարուցված գործերը, նախաքննությունը շարունակվում է, պատասխանը հիմա է զարմացնում ու զայրացնում Փաշինյանին։ Բողոքի հզորալիք Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը փողոց է հանել հազարավոր մարդկանց, Էրդողանը վհուկների որս է սկսել։ Ինչու են դատարկվում գյուղերի դպրոցները, աշակերտի կրթվելու իրավունքն ընդդեմ անուսուցիչ դպրոցի։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Թուրքիայում հուժկու ցույցեր են Ստամբուլի քաղաքապետի ձերբակալման դեմ։ Էքրեմ Իմամօղլուն Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդն է եւ նրա ձերբակալությամբ Էրդողանը ցանկանում է չեզոքացնել մրցակցին։ Բողոքի ակցիաներ են եղել նաեւ Իմամօղլուի դիպլոմը ձերբակալությունից 1 օր առաջ չեղարկած համալսարանի մոտ։ Հիշեցնեմ, դիպլոմի չեղարկումով նա զրկվել է նախագահական ընտրություններում առաջադրվելու օրինական իրավունքից։ Միաժամանակ ակցիաների ընթացքում սոցցանցերում գրառումների համար ձերբակալվել է 37 անձ։ Նրանք մեղադրվում են սոցցանցերի միջոցով իբր ժողովրդին թշնամության հրահրելու եւ հանցանքը խրախուսելու հոդվածներով։ Խառնաշփոթ է նաև Երուսաղեմում, ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, երբ նրանք փորձել են ճեղքել բարիկադները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առանձնատուն ներխուժելու համար։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ բողոքելու հատուկ ծառայությունների ղեկավար Ռոնեն Բարին պաշտոնանկ անելու կառավարության ծրագրի դեմ, պահանջելով ազատ արձակել պատանդներին։ Միաժամանակ իսրայելական ուժերը կրկին հուժկու ավիահարվածներ են հասրել Գազայի տարբեր շրջաններում գտնվող բնակելի շենքերին եւ վրանային ճամբարներին։ Մարտի 18-ից սկսված իսրայելական հարձակումների զոհերի թիվը Գազայում անցնում է 700-ը, փլատակների տակ շարունակում է մնալ տասնյակ խաղաղ բնակիչներ։ Հաջորդ թեմայի մասին 7 տարվա աղմկահարույց քրեական գործերը փոշոտվում են դարակում ու դրանց համար դեռ վճիռ չկա։ Նախաքննությունը շարունակվում է, պատասխանը Փաշինյանին հիմա է զայրացրել ու զարմացրել։ Ահռելի ներդրումները հակակոռուպցիոն կոմիտեում փաստորեն արդյունք չեն տվել։ Կառավարության նիստին բարձրացվել է հակակոռուպցիոն պայքարը ավելի էֆեկտիվ դարձնելու հարցը։
2018-ից աղմուկ աղաղակով հարուցված քրեական գործեր կան, որոնք դեռ նախաքննության փուլում են։ Ավելի քան 7 տարի այդ գործերը իրավապահ մարմինների դարակներում են պահվում։ Մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է։ Այս հայտարարությունները Փաշինյանն արեց ակնկալելով, որ հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանի կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի։ Կառավարությունը, պետական բյուջեն, այդ թվում ժողովուրդը հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի եւ էական ներդրում է իրականացրել։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, որ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում էր, երբ որ աշխատավարձերի այդպիսի բարձր մակարդակ սահմանվեց, այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության եւ պայքարի առումով ինչ որ ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի։ Փաշինյանը փաստում է նման իրավիճակ է նաև քննչական կոմիտեում։ Կամ մեղավորներ, թող մեղավորների նկատմամբ համապատասխան ընթացակարգը ապահովի։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացվի հասկանալու ինչպես կարելի է համակարգը զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ ըստ ֆինանսների նախարարի դառնա հնարավորությունների պատուհան։ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ից կկարողանան լիարժեք ապահովել նույնականացման քարտերի թողարկումը։ Պայմանավորվել ենք, եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմաց լինելու եւ մեր պատճառով ստացած չլինելու բերումով իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ոչ սոցիալական կրեդիտների մասով, ոչ էլ հայտարարագրի լրացրած չլրացրած լինելու մասով չի ծագի։ Իրավական համակարգից անցում մշակութային ոլորտին։ Այստեղ էլ դժգոհություն ունի Փաշինյանը։ Նա նկատել է, որ թանգարաններում անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը շատ քիչ է ներկայացված։ Գրում ենք մեր թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարի կեսի եւ այլն խորհրդային միություն եւ անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված, բայց անկախությունից հետո բանա, բաց է, վակուում է, չկա էլ ոչ մի բան։ Հայաստանում կայացած չէ նաև մշակութային աճուրդների դաշտը։ Այն բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկում է նոր նախագիծ, որով նախատեսվում է ապահովել արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը, ընդհանուր միջավայրի կայացումը։ Կստեղծվի էլեկտրոնային հրապարակային հարթակ։ Մեխանիզմը, քանի որ վստահ եմ, որ շատ թափանցիկ է լինելու եւ հրապարակային, դա նշանակում է, որ այս էլեկտրոնային հարթակը ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, այսինքն պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ շատ էականորեն աճում է։ Կառավարությունում համարում են, որ եթե հաջողվի փորձառու եւ հեղինակավոր օպերատոր ներգրավել, Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս։ Այսինքն հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում ավելի մեծ ներկայություն ունենալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Դպրոցի ճամփան դժվար է երկար այն երեխաների համար, ովքեր ոտքով հարևան գյուղ պիտի գնան դասի։ Սահմանամերձ գյուղերի դատարկվող դպրոցների խնդիրների մասին են բարձրաձայնում փորձագետները, մատնանշում պատճառները, ուսուցիչների թափուր հաստիքներ, արտագաղթ, հաճախ անվտանգային նկատառումներով, ինչու՞ չէ ծնողների լավագույն կրթություն ապահովելու փնտրտուք։ Սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, աշակերտների թիվը գնալով նվազում է։ Ահազանգում են կրթության ոլորտի փորձագետները։ Աշակերտների թվաքանակի նվազումը նրանք պայմանավորում են մեծ արտագաղթով, քանի որ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում ուսուցիչների զգալի պակաս կա։ Որակյալ կրթության փնտրտուքով ծնողները երեխաներին տեղափոխում են այլ քաղաքներ։ Վերջի 10 տարվա ընթացքում դինամիկան եթե մենք նայենք, մենք հստակ տեսնում ենք, որ աշակերտների թվականակի նվազեցում կա։ Միգրացիա կա ներքին եւ արտաքին դեպի Երևան քաղաք։ Ծնողների մեծ մասը մտածում են երկար թե դրա բնակավայրում
մասնագետների պակաս կա, ապա իրենց երեխաներին չեն ուղարկում դրա համայնքի մանրամասնամերձ է Բարսելոնայի բնակավայրերի դպրոցներ, մասնագետների պակասի պատճառով գրադասում են ուղարկել այնպիսի համակարգեր, որտեղ կարող են երեխանի կրթության իրավունքը իրացնել։ Դպրոցների դատարկման ամենավառ օրինակներից մեկն է ըստ փորձագետի Կիրանցի դպրոցն է։ Այս ուսումնական տարի աշակերտների թիվն այդ դպրոցում անցած տարվա համեմատ 15%-ով պակասել է։ Ծնողները իրենց ապագան չեն պատկերացնում երեխաների տվյալ համայնքում։ Կան անվտանգային խնդիրներ, օրինակ դպրոցները կան դպրոցային դպրոցներ, որոնք ուղիղ հակառակորդի նշանավորության տակ են գտնվում, օրինակ Կիրանց գյուղի դպրոցը, ու հասկանալի է ծնողների մտավախությունը, ովքեր որ երկար են մտածում իրենց երեխան արժի գնա այդպիսի ուսումնական հաստատություն սովորի, որը հակառակորդի ուղիղ գնդակության տակ է գտնվում։ Փորձագետը նկատում է արտագաղթին նպաստում է նաև դպրոցների միավորման քաղաքականությունը, որն էլ իր հերթին հավելյալ անհարմարություններ է ստեղծելու։ Այդպիսով գյուղերն էլ ավելի արագ կդատարկվեն։ Գոտիականության խնդիր կա, ճանապարհների խնդիրներն էլ կան, կոմունիկացիաների խնդիրներ կան, օրինակ ձմռային պայմաններում երեխաների տեղափոխությունը կարող է վտանգավոր լինել համայնքից համայնք տեղափոխելու տեսակետից ծնողների մեծ մասը դա են որպես պատճառ մատնանշում։ Իբրև հաստատում կրթության փորձագետը վկայաբերում է նաև վիճակագրական կոմիտեի ներկայացրած վերջին տարիների տվյալները, համաձայն որոնց Հայաստանում նկատվում է դեմոգրաֆիական ճգնաժամ։ Նվազել է նաև ծնելիության մակարդակը։ Սա ևս լրջագույն խնդիր է, ինչի արդյունքում գյուղական դպրոցներում ակտիվություն չի նկատվում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Երևանի երբեմնի կանաչ օազիսը բուսաբանական այգին մերկացել անապատացել է, 2 տասնյակ հաստաբուն կաղնի միայն վերջերս են հատել։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել, դենդրոչափական ուսումնասիրություն է սկսվել հասկանալու համար դրանք արդյոք չորացած են եղել։ Բնապահպանները դիտավորություն են տեսնում։ Բուսաբանական այգին է մոտ 30 հատված ծառերով։ Բնապահպաններն այս հատվածով պատահական անցնելիս են նկատել։ Ամենականաչ այգում հաստաբուն կաղնիներից հերթական կոճղերն են միայն մնացել։ Ինչու եւ ինչպես են այս ծառերը դարձել հատման ենթակա, բուսաբանական այգին պաշտոնական հայտարարություն է տարածել։ Գործող տնօրենի օրոք չեն եղել ծառահատումները, վերջինս միայն մոտ 2 ամիս է, ինչ զբաղեցնում է այս պաշտոնը։ Ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է, որ 1 տասնյակից ավելի քանակությամբ կոճղերն ունեն մի քանի տարիների հատման վաղեմություն։ Իսկ մոտ 20 հատ կոճղեր հատվել են 2024-ի աշնանը։ Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն։ Բնապահպանների համար ընդունելի չէ այգու պարզաբանումը, նշում են, այն ինչ տեղի է ունենում մայրաքաղաքի այս էկզոտիկ պարտեզի շուրջ, իրենց այլ բանի մասին է հուշում։ Բուսաբանական այգին, որպես բուսաբանական այգի, կամաց իր նշանակությունը եւ գոյությունը վերջացնում է։ Չկա այլևս, մենք չունենք բուսաբանական այգի։ Բուսաբանականում հիմա, այսպես ասած, հանձնման ընդունման փուլում են։ Նորանշանակ տնօրենի դեպ բնապահպանների ահազանգերից հետո հանձնաժողով է ձևավորել, որ հատումների հիմքերը պարզի, մինչդեռ փորձագետը պնդում է յուրաքանչյուր ծառի հատման համար այգու խորհուրդը պետք է կայացրած որոշում ունենար։ Ո՞նց կարող է բուսաբանական այգում ծառը հատվի, առողջ ծառը հատվի։ Բուսաբանական այգու նշանակությունը ո՞րն է, թե ինչա կոչվում բուսաբանական այգի։ Ծառերը ժամանակին չորացրել են, միտումնավոր, այո, միտումնավոր չորացված տարածքները դառել անապատ, այդ անապատացված տարածքները վերցնում ու օգտագործում են բիզնեսի համար։ Հաստաբուն կաղնիների հատման համար իրավական գործընթաց կա, ժամը լրատվականին քննչական կոմիտեից տեղեկացրին, քրեական վարույթ են նախաձեռնել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ կրկին դադարմեր եթերում կվերադառնանք քիչ անց։ 10 օրով կբացվի նորոք մարգարան, ինչու է Երևանը որոշել բացել Թուրքիայի հետ սահմանը։ Շուրիշկանի 500-ամյա ավետարանը իր շուրջն է մեկտեղել հավատացյալներին, հրաշագործ Սուրբ գրքի բացառիկ ցուցադրությունը Մատենադարանում։ Մեդիա աշխարհ ինչպես կանցնի ուրբաթը եւ ինչ ջերմությամբ ավելին հաջորդի։ Արմենիայի եթերում լրատվության ժամը շարունակվում է։ Հպվել հրաշագործ ավետարանին հավատքով լի, որ արարիչը կբժշկի կկատարի եղձերը։ Շուրիշկանի ավելի քան 500-ամյա ավետարանը տարին մեկ անգամ մեկտեղում է հավատացյալներին։ Կրկնազատ կիտոնին, որն այս տարի ապրիլի 27-ին է, Սուրբ Գիրքը կհանվի Մատենադարանից, կտեղափոխվի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ ուխտավորները զորություն կստանան Սուրբ Մատյանից։ Իսկ մինչև այդ ապրիլի մինչև 10-ը ավետարանը բացառիկ ցուցադրությամբ ներկայացված է լինելու Մատենադարանում։
Մեծագույն հավատով են խաչակնկվում ու խոնարհվում խնդրակատարի առաջ։ Մատենադարանի ինձայաբերման սրահում հավատավորներին իր շուրջն է հավաքել Շուրիշկանի հրաշագործ ավետարանը։ Մի քանի դար ապրած, հազարավոր խնդրանքներ լսած ու կատարած, փրկության ուղի անցած Մատյանը այսօր էլ հույսի, բուժման, իղձերի կատարման առհավատչա է, որ կանչում ու կանչում է։ Եկել եմ այսօր Մատենադարան հատուկ, որպեսզի խոնարհվեմ այդ Սուրբ Ավետարանին, Շերեշկանի, որը լսել եմ, որ հրաշագործ է։ Միջնադարյան Գանձարանի բացառիկ պատառիկը գրվել է Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում 1498 թվականին։ Անունն էլ ստացել է նույն Շուրիշկան գյուղում հայտնաբերվելու համար։ Իսկ այդ գյուղում ավետարանը հայտնվել է 1603-ից 604 թվականներին թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, որը այլադավանների հալածանքից պաշտպանելու նպատակով հավատացյալները թաղել են Սուրբ Բարսեղ կեսարացի վանքի բակում։ Ըստ ավանդույթի, որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխել, տարածքը վերածվել է լճակի, ձեռագիրը մնացել է ջրի տակ, Սուրբ Գիրքը դուրս է բերվել միայն 7 տարի անց, լրիվ, անվնաս։ Ավետարանի սկզբի մի քանի թերթերը վնասված են ջրից, նկատելի են ջրի տեղերը, քանի որ ինքը թղթյա է, այդ խոնավության հետքերը կան, որը եւս մեկ անգամ ապացուցում է խոնավության արկայությունը ձեռագրի ճանապարհին։ 3.5 դար անց 1973-ին ավետարանը Մատենադարանին են նվիրաբերում հայրենադարձ Ներսես եւ Մաթեոս Ծառուկյանները, ու միջնադարյան մշակույթի Գանձարանի նմուշից ճառագող լույսն ու զորությունը փոխանցվում են սերնդեսերունդ։ Առաջինը հարցնում են, որտեղ է ցուցադրված ձեռագիրը, եւ հաճախ իրենց պատմությունները իրենք են մեզ ներկայացնում, ինչպես են օրինակ իրենց ընտանիքի անդամներին բժշկել կամ իրենց խնդրանքը կատարել, եւ գալիս են նաեւ ինչ-որ նվիրատվությամբ շնորհակալություն հայտնելու։ Հայ միջնադարյան գրքարվեստի հռչակավոր ձեռագրերից մեկը Շուրիշկանի ավետարանը մեր ժողովրդի բացառիկ գանձերից է։ Կազմը, որ հիմա տեսնում եք, դա կրկնակազմ է, որը ավելացվել է հետագայում, իր հիմնական կազմը չի պահպանվել, ունենք նաև այս արծաթյա կրկնակազմի տակից կաշվե կազմ, որը կարմրավուն է, ինչի պատճառով նաև ավետարանը կոչվել է Կարմիր ավետարան, եւ սա 19-րդ դարի կրկնակազմ է, որը որպես նվեր նվիրել են ավետարանին։ Պապ Կարմիր Սուրբ Բարսեղ կեսարացի անուններով հայտնի 15-րդ դարից մեզ հասած Զորավոր Մատյանը ձեռագրերի տանը կցուցադրվի 1 ամիս։ Հենց այստեղ հավատավորները կարող են զգալ ու հաղորդակցվել Շուրիշկանի զորությանը։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ $80 միլիոն դոլարանոց արտարժութային պարտատոմսեր է թողարկել Vivan իր փորձով կիսվել Capital Market միջազգային համաժողովում, որը Հայաստան է բերել 200-ից ավելի մասնագետների, լավագույններին բանկային եւ IT ոլորտներից։ 12 երկրից ավելի քան 230 հյուր ունենք, որ Capital Markets Armenia 3-րդ համաժողովին մասնակցելու համար են մեր երկիր ժամանել։ Միջազգային մասնագետները քննարկում են ինչպես Հայաստանի տեղական շուկայում կապիտալի զարգացման, այնպես էլ համաշխարհային շուկայի ապագայի ռազմավարությունների ու հեռանկարների, կրիպտոարժույթների ու թվային ակտիվների հարցերը։ Մեր երկրում մինչև այսօր ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Vivan է։ Գլխավոր տնօրենն է այստեղ, ներկայացնում է իրենց փորձը։ Ընդամենը 1 ամիս առաջ հայտարարեցին անվանական արժեքտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին, թողարկելով $80 միլիոն անվանական ծավալով պարտատոմսեր։ Այս հաջողությունը ցույց է տալիս ոչ միայն մեր աճն ու ձեռքբերումները, այլև թափանցիկության սկզբունքներին մեր հավատարմությունը։ Այս քայլը հնարավոր է դարձել մեր գործընկերների եւ ներդրողների աջակցության շնորհիվ, ովքեր կիսում են ընկերության ռազմավարությունն ու արժեքները։ Պարտատոմսերի թողարկումը ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու արդյունավետ միջոց է երկարաժամկետ եւ հեռանկարային բիզնես նախագծերին աջակցելու համար։ Հույս ունենք, որ մեր օրինակը նաեւ կոգեշնչի այլ ընկերությունների։ Облигации нефинансового сектора Ոչ ֆինանսական հատվածի պարտատոմսերը միշտ ավելի մեծ հետաքրքրություն են գրավում, եւ մենք շատ ենք ցանկանում, որ հայկական շուկայում ոչ ֆինանսական ոլորտի ավելի շատ ներկայացուցիչներ պարտատոմսեր թողարկեն։ Եվ այս իմաստով շատ կարեւոր է, որ Vivan կիսվում է իր փորձով, պատմում թե ինչպես են հասել այդ հաջողությանը։ Ելույթներ, պանելային քննարկումներ, դահլիճի հետ հարց ու պատասխան համաժողովի օրակարգն առաջիկա օրերին հագեցած կլինի։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։
Տավուշի առաքելոց վանական համալիրը եւ գյուղատեղին ընդգրկվել է Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների այս տարվա ցանկում։ Այն հրապարակել է Եվրոպական ժառանգության Եվրոպա Նոստրա քաղաքացիական առաջատար ցանցը։ Օրվա մյուս կարևոր ու հետաքրքիր նորությունները մեկ տեսաշարով։ Մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարե անցակետը կսկսի գործել։ Կառավարության որոշմամբ Թուրքիայի տարածքով հումանիտար բեռներ կուղարկվեն Սիրիա։ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաեւ Հայաստանից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։ Ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված վերին տարիքային սահմանափակումը կհանվի։ Գործող օրենքով 35 տարին լրացած անձին չեն կարող անցնել ծառայության։ Նոր օրենքով ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիները, որոնք տիրապետում են հայերենին եւ իրենց կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ, առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։ Արական սեռի դիմորդների դեպքում կպահպանվի պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու պահանջը։ Ներքին գործերի նախարարությունում ընդհանուր վարձատրության չափ, օրինակ միջին խմբի պաշտոնում նշանակվելու լեյտենանտ կոչում ստանալու եւ գերազանց ատեստավորվելու դեպքում 500,000 դրամ կլինի։ Ողբերգական դեպք Լոռու մարզում ոստիկանության Թումանյանի բաժինը հազանգստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու պարեկները երկաթգծի այդ հատվածում հայտնաբերել են առնանման հետքեր։ Իրավապահները պարզել են, որ մահացածը 75-ամյա տղամարդ է Լոռու մարզից։ Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնել են քրեական վարույթ։ Կալանավորներին համապատասխան գերատեսչություններ եւ հիմնարկներ հասցնելիս ոչ միայն մարմնական վնասվածքներ գրանցելիս, այլ բոլոր դեպքերում նրանց բժշկական զննությունը պարտադիր կլինի։ Բերման ենթարկվածները պետք է բուժզննում անցնեն քննչական մեկուսարան տեղափոխվելուց հետո 3 ժամվա ընթացքում։ Ձերբակալվածները կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց ոչ ուշ քան 24 ժամ հետո։ Բացի այդ, լրացուցիչ երաշխիքի համար բուժզնմանը կարող է մասնակցել նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը։ Հայաստանում կառուցապատողներին կարգել են բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման։ Շատ դեպքերում բնակարան գնողն ինքն է նորոգում իր տունը, որոշակի անհարմարություններ ստեղծելով մյուս բնակիչների համար։ Կառավարությունը քաղաքաշինության կոմիտեին հանձնարարել է հստակ ներկայացնել ներքին հարդարման նվազագույն չափանիշները՝ դռներ, պատուհաններ, սվաղած պատեր, ցեմենտի շաղախից հատակ, ջեռուցման մարտկոցներ։ Կհստակեցվի նաև այդ փոփոխությունները վերաբերում են կառուցվող թե միայն նախագծվող շենքերին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ինչ անակնկալներ է պատրաստել մեզ համար բնությունը, եղանակային կանխատեսումը Լիլի Հովերից։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի փոփոխական անպամացությամբ, սպասվում են տեղումներ, առանձին լեռնային գոտիներում կտեղա նաև ձյուն։ Ջերմային տատանումներ առայժմ պետք չէ սպասել։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 4-ից 9 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 10-ից 14 աստիճան։ Լոռիում սպասվում է 0-ից 4, Տավուշում 4-ից 7 աստիճան, Արարատում, Արմավիրում կանխատեսվել է 11-ից 16 աստիճան, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 9-ից 13, Նախալեռներում 3-ից 6 աստիճան, Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, այս գիշեր 3-ից 5, ցերեկը 11-ից 13, երեկոյան 4-ից 6 աստիճան։ Այսքանն էինք նախատեսել ժամի այս թողարկմանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում բարի գիշեր։